նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ օրերից մի օր ընձուղտը որոշեց վարկ վերցնել, բոլորը նրան ասեցին. դու գիտես, մեղքը քո վիզը։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է։ 5 շաբթի օրերը ժամը 22:30 մենք միասին իհարկե հավաքվում ենք, որպեսզի եւս մեկ հայկական երեկո անցկացնենք եւ մեր տաղավարում իհարկե դուք հանդիպեք սիրված, ճանաչված մարդկանց։ Այսօր իհարկե բացառություն չի լինելու եւ շատ հետաքրքիր սիրված հյուր ենք ունենալու մեր եթերում, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ, ինչ եք անում դուք այս պայն դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք ոնց որ ասած սկսում ենք։ Այսպես սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում։ Մասնագետներ, ովքեր այստեղ աշխատում են շատ եւ շատ երկար տարիներ, օգնել են շատ մարդկանց եւ բարի բուն իմաստով վերադարձել լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա նման խնդիր, չգիտեք ինչ անեք, կամ ձեր շրջապատում եւ կա որևէ մարդ վնասակար սովորություններ ունեցող եւ ցանկանում եք օգնել, ապա իհարկե պետք է դիմել հենց 911 Detox Center։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ, լողավազաններ տաք հանքային ջրով, մի խոսքով առողջարան մեկ վայրում։ Այնպես որ եթե ունեք հանգստյան օրեր եւ պլանավորում եք ինչպես անցկացնել, ապա մտածելու կարիք չկա, պարզապես պետք է անցկացնել լիարժեք, առողջ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրում։ Հեռախոսահամարն է 760 329 6033։ Շատ արագ ընթերցեմ այսօրվա նորություններ ընդգրկված եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Ճապոնիայում պետական ծառայողին տուգանել են $11,000 այն բանին համար, երբ նա 14 տարվա ընթացքում աշխատավայրում 4500 անգամ ծխել է։ Սակայն պարզվեց, որ նրան տուգանել են ոչ թե նրա համար, որ նա ծխել է, այլ նրա համար, որ նա 4500 անգամ շեֆի պապիրոսն է ծխել։ Ավստրալիական ընկերությունը մամոնտի մսից կոլոլակ է պատրաստել։ Ընդհանուր առմամբ մամոնտի մսից կոլոլակը վատը չի, ուղղակի հին է ու արդեն հետ է գալիս։ Մենք ընդամենը մի քանի վայրկյանից կմիանանք եւ արդեն սիրով կներկայացնեմ մեր հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է սիրված երգիչ, ժողովրդական երգիչ Գագիկ Բադալյանը։ Գագիկ ջան, բարի երեկո։ Բարի երեկո Արմեն ջան։ Շնորհակալ եմ քեզ հրավերքս չմերժելու համար, ուրախ եմ տեսնել մեր տաղավարում եւ կարծում եմ այսօր շատ հետաքրքիր իհարկե հարցազրույց կունենանք, խոսենք կզրուցենք։ Շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ որ գտնվում եմ ձեր տաղավարում։ Շնորհակալություն։ Գագիկ ջան, հարցը իհարկե առաջին ավանդական հարցը, որը պարտադիր առաջինը տալիս եմ մեր հյուրերին, ով էր այն մարդը կամ մարդի կամ ծնող կամ բարեկամ կամ հենց դու գուցե ով այսպես գտավ այդ տաղանդը երգչի եւ որոշեց որ այ այս երեխեն պետքա երգի կամ դու ասի ես փոքր եմ բայց ես պետքա երգեմ Մայրիկս ահա ես 4-5 տարեկան
հասակում էի, այդպես նկատել էր, որ այդ կասուլկաները վերստում խփում նվագում էի ու երգում էի, այդպես եւ մայրս իմ իհարկե ես կասեի առաջի դասատունել է, որտեղ որևէ բան, որ ես երգում էի կամ բան էի անում, դեռ չէի ուսուցանում ինչ-որ միտեղ, միշտ մայրիկիս կարծիքն էր եւ միշտ մայրիկիս օգնությունն էր, որ ավելի լավ զգամ երգը, մի խոսքով իր խորհուրդներով, իր հուշումներով։ Դու շատ լավ հրաշալի է, այո, փաստորեն մայրիկը օգնեց այս հարցում եւ շնորհակալություն, որովհետեւ իրոք շատ կարեւոր է գիտես, երբ ծնողները տեսնում են տաղանդը փոքրիկ երեխայի մեջ, բայց այնուամենայնիվ դե ես իհարկե չեմ կարող մեղադրում իհարկե ոչ ոքի, բայց գուցե ինչ որ մեկը տեսներ տաղանդը մի ծնող ասեր, չէ, պետք է 1000 տարի պետք է երկի կամ դերասան, հա, էլի երկի, ինչ կա երկի, թող գնա, չգիտեմ, ինչ ուրիշ մի բան անի, Լոյեր դառնա, թող գնա բժիշկ դառնա։ Հիմա ցավոք իհարկե մենք նու որոշակի առումով իհարկե հասակակիցներ ենք, բայց դե մենք մեր ժամանակ ավելի այսպես կոսը բան ենք, տերզերա գնաց ենք ուզում դառնանք, բան հիմա բարի ասա երախուն ինչ ես ուզում դառնա, ասի տերզերա գնաց, կգնամ ճակատը կբաչեմ, դե ծերես ես այդ բան կասել լյոչիկ էի ուզում։ Հիմա շատ լավ։ Եվ ոնց փաստորեն դե դպրոցում արդեն դպրոցը կարծես թե արդեն դու երաշտական դպրոց չես, ուղղվածությունը գնաց Որ նկատեց մայրս, գնացի տարավ ինձ այսինքն Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ պալատ, այդտեղ ժողովրդական ժողովրդիկների անսամբլ կար ղեկավարությամբ Հակոբ Արաբյանի։ Այդտեղից սկսվեց իմ առաջին երգերաշտական քայլերը, այդպես հետո դրանից հետո նոր գնացի երաշտական դպրոց։ Իհարկե Արաբյանի ղեկավարությամբ այդ խմբով ես իմ առաջին համերգը այսպես ասած եղել է Ֆրանսիայում։ Ես 9 տարեկան էի այդ ժամանակ։ Ինչ հետաքրքիր է, ահա։ Այ որ դու ասեցիր ծնողներից խոսեցիր բան, այտենց ասեցին ինձ հյուրերը որ եկել էին, որպեսզի պետք է հրավիրեն անսամբլին Ֆրանսիա, ես էլ երգեցի այդպես լսեցին, ասեցին անպայման պետքա ուզում ենք որ գայի։ Այտենց հիմա այդեղ Ես էլ դե 9 տարեկան եմ, մենակ պիտի խմբի հետ, ամենափոքրը ես էի, մի խոսքով հայրս ասեց, եթե այսպիսի հնարավորություն կա, ուրեմն անպայման իմ տղա պետք է գնա, մի խոսքով այդպես Առաջին երևի մեծ բեմը դա էր, էլի, այո, եւ այդ ժամանակ 89-90-ական թվականներին պատերազմյան հետո երգում էի ազգային հեղափոխական երգեր, շատ լավ ընդունեցին Լավշերով 88 թվին այո դա շարժումը սկսեց գնացինք Մարսել, Լիոն, Նիս, Վալանս, Aix-en-Provence, Փարիզ այդպեսի շրջագայություն եւ 3 տարի դրանից հետո ամեն տարի նույն խմբով գնում էինք այդպես համերգների հրաշալի օրեր եւ հիշողություններ Շատ լավ այո ես կարծում Գագիկ ջան այնուամենայնիվ դե իհարկե այսպես Հեծանիվ չեմ հորինյա, որ ասեմ, որ այո, որ ամեն ինչի հիմքն է կարևորը։ Հիմա փաստորեն տես ինչպիսի հիմք ես ունեցել լավ դրվածք, որ ես օգնել է դրթել է եւ դու այսպես շարունակել ես եւ արդեն հասել ես շատ եւ շատ բաների։ Շատ լավ, բայց հետո կարծեմ եղավ կոնսերվատորիա եւ հետո, հա, կոնսերվատորիայից հետո արդեն տեղափոխում թե Ասեմ, որ խոսում ենք Ֆրանսիայից, կներես, այդ հենց այդ 9 տարեկան ժապավենը կա YouTube-ում ինչ հետաքրքիր է։ Մենք ցավոք որ հիմա եկեք ցուցադրենք։ 9 տարի մի խոսքով 10 տարեկանում ընդունվեցի երաշտական դպրոց հատուկ ձայնի պահպանման Սպենդիարովի Խանջանի վրա։ Խանջանի վրա։ Երաշտական դպրոցը կար, որ առաջին հարգը կոչվում էր հատուկ ձայնի պահպանման երաշտական դպրոց Դավիթ Զալյանն էր տնօրենը եւ իմ դասատուն էլ Հովանես Բադալյան։ Հրաշալի։ Բայց տես ինքը փաստորեն հատուկ ձայնի պահպանման դե գաղտնիք չէ, որ ինչ որ մի տարիք է գալիս, չէ, երբ որ արդեն հասունացման տարիք է եւ այդ ժամանակ արդեն, բայց 10 տարեկանում, այսինքն ձայնի պահպանումը դա անվանվում էր այդպես, այո, հենց ձայն ուղղակի իրա դե անցնում ենք սոլֆեջո, անցնում ենք դաշնամուր, խոր, ամեն ինչ որ հարկավոր է, բայց իրա հիմքը վոկալն է եւ կար 5-ամյա, կար 7
տարի, քանի որ ես 10-ում շրջագայություններով զբաղված էի 10 տարեկանում էի 7 տարվա բանը 5 տարում ես սովորեցի եւ հենց այդ 13-ից 15 տարեկան շրջանում է մուտացիոն շրջանը ձայնի փոխման ժամանակը որ էլի ապահով ձեռքերում էի, այո, եւ Այո, ես իդեպ ուզում եմ ասել, որ փաստորեն ոչ միայն քեզ նման տաղանդավոր մարդիկ են դուրս գալի նման երաժշտական դպրոցներից, որովհետև հիշեցի պակամա որ ասեցիր սոլֆեջո եւ այլ 7 տարի, որովհետև հիշեցի հիշողությունների գիրք ընկա, որ հիշում ես գայի դպրոց կար հրապարակի վրա գայի դպրոց, ես էլ ավարտել եմ 7 տարի գայի դպրոցը երաժշտական, նույնպես սոլֆեջո, այո, նվագում էի դաշով, համերգներ էի տալի, բայց Տաղանդ չունեց այնպես որ թող տաղանդավոր մարդիկ շարունակեն, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, որ եւ ոչ թե շատ անգամ տեսնում ես այսօր իհարկե, տարիներ հիմա գալիս ենք մեր օրեր, որ տեսնում ես շատ մարդիկ զբաղված են ոչ իրենց գործերով, որը կարծում եմ այդքան էլ լավ չի։ Լավ, փաստորեն իս արդեն կոնսերվատորիա։ Դրանից հետո երբ որ ես ավարտեցի Գերազանց այդ հատուկ զարման պահպանման երաժշտական դպրոցը մի անգամից սովորաբար երաժշտական դպրոցից գնում են նախապատրաստվում են նախապատրաստական կուրս կոնսերվատորիաբան ես 98 թվականին մի անգամից ընդունվեցի հենց կոնսերվատորիա այո վոկալ բաժինը ոչ թե ժողովրդական ասեմ այդ ժամանակ Հովհաննես Բադալյանը մի քիչ արդեն մեծ էր եւ ես ընտրեցի կոնսերվատորիայում դասական բաժինը որտեղ որ իմ դասատուն Վալերի Հարությունյանն էր այդտեղ սովորեցի եւ շատ ուրախ եմ որ նաեւ սովորել եմ առիթ է ինձ բախտ է վիճակվել այո նման մասնագետի դա ինձ նաև տվեց այն, որ այսօր ես բացի ժողովրդականից երգում եմ նաև էստրադային երգեր, նեապոլիտանական երգեր, կլասիկ երգեր, մի խոսքով, այդ ամեն ինչի արդյունքը ես ուրախ եմ, շնորհակալ եմ։ Հետո արդեն երկրորդ կուրսից էր։ Արդեն երկրորդ, այո, Միացյալ Նահանգների կանրադառնանք, ես մեկ հարց եմ ուզում տալ։ Գագիկ ջան, տես, օրինակ խոսենք, ես մի քիչ ավելի խոսեմ հա դերասանական գծով, այսպես ասեմ, սովորաբար իհարկե պետք է լինի տաղանդ։ Հիմա երբ ես դերասաններին հարցնում եմ, օրինակ պետք է կրթություն այնուամենայնիվ թե չէ, այսպես կիսվում է, հա, կարծիքները։ Ոմանք ասում են, այո, պետք է կրթություն, ոմանք ասում են, չէ, տաղանդը եթե մարդը կա մեջը, այսինքն դերասանական պետք է։ Հիմա բնականաբար երգիչի դեպքում տաղանդ ունես, ձայնը կա այդ ամենը։ Հիմա եթե կրթությունը հաճ, այսինքն վոկալ չես սովորում եւ այլ, այնուամենայնիվ հնարավոր է հասնել բարձունքների, թե այնուամենայնիվ պետք է այդ կրթությունը, պետք է սովորելը։ Գիտեք ինչ, լիքը դեպքեր կան, որ մարդիկ այնպես է ստացվել, չեն գնացել այդպես կրթության եւ բավականին տեղերի են հասել։ Եթե մի բան Աստծո կողմից տրված է, դա Աստծո կողմից տրված է։ Եթե ընկնում ես ճիշտ մարդկանց մոտ, նկատի ունեմ դասատուն կամ խոսենք երգի մասին առաջինը, հետո երաժշտական մասին խոսենք։ Դա է կարևորը, որովհետև դասատու կա, ասենք գիտի մի հատ ինչ որ sense system, այդ սիստեմը ուզում է բոլորի վրա նույն սիստեմը օգտվեն նույն ձևի։ Իհարկե կա ճիշտ շնչառություն, որ ինչպես ճիշտ դրանք հասկանալի է, բայց կան դասատուներ, որ փորձում են քո մեջի եղածի վրա ավելացնեն եւ տեսնեն քո ունակությունը զարգացնեն, ոչ թե քոնը հասկանալի ոնց որ կոպիտ ասած սպառեն, դնեն ուրիշ բան, որ դա քոնը չի, որտեվ այդտեղ արդեն արհեստական կհնչի, ձայնը արհեստական կլինի, մաքուր զուլալ չի լինի։ Այդ է որ շատ ժամանակ կոնսերվատորիայում շատ կարևոր է ինչու կոնսերվատորիայում, որովհետև երաժշտական դպրոցի տարիներում հիմնականում այդ տղա երգիչները միջև չեն հասունանում, մուտացիոն շրջանը չի ավարտվում, չես համարում, որ ինչ կլինի հետո, որովհետև ինչ եղավ Ռոբերտինո Լորենցիի հետ, ինքը հրաշք երգիչ, բայց մուտացիայից հետո լրիվ փոխվեց եւ այդ Ռոբերտինո Լորենցին, որոնք որ
մտածում են օ ինչ ա լինելու եղավ ուղակի սովորական այդ է կարևոր եւ ես մի բան էլ ասեմ որ շատ կարևոր է ինձ համար իմ այն ամենալավ օրերից երբ որ ես առիթ ունեցա Հովհաննես Բադալյանի իմ դասատուներ մենք էլի Ամերիկայից հրավեր ստացանք եկան լսելու եւ այդ ժամանակ Լայորդ Մովսիսյանը կազմակերպել էր Բրավո Հայաստան փառատոն 1994 թվին, երբ ես 14 տարեկան էի Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ես մեր Անգուլյանի խմբի հետ եկա եւ մեծ վարպետների կողքին Հովհաննես Բադալյան, Ռուբեն Մատեոսյանի հետ միասին մենք երգեցինք Հորովելը։ Եվ ել չասեմ, որ նույն բեմում լինել նաեւ Օֆելիա Համբարձումյան, Ռաիսա Մկրտչյան Ես կարամ մի քիչ գլուխ գողամ։ Չէ, դա իրոք գլուխ գողել եւ այո։ Ես կասեի երևի իմ պակալին, ասես մի քիչ անմիջական խոսեմ, իմ տարիքայինների մեջ երևի ես միակն եմ, որ բոլորի հետ առիթ եմ ունեցել նույն բեմի վրա եւ երգել երկու գիգանտ երգիչների կողքին, դա նրանց ավել ինչ եմ ուզում ես։ Շնորհակալ եմ եւ ուրախ եմ եւ դա Շրայն աուդիտորիայում downtown-ում էր, երբ որ այն ժամանակ Օսկարը ընդեղ էր լինում։ 94, դա 32 տարի։ 14, այո։ Մյուս լավ իմ այդ ուրախ լավ կարևոր օրերից իհարկե նաև 99 թվին, երբ ես եկել էի նորից համերգներով Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ստեփան Փարթամյանի կազմակերպած Armenian Festival, այսինքն ընդհանուր international festival էր տեղի ունենում Hollywood Bowl-ում, աշխարհահռչակ եւ Հայաստանը ներկայացնում էի Armenian բանի, ես էի երգում, երբ երգել էի Հորովել երգը եւ Դլեաման, անգամ LA Times-ում, Los Angeles Times-ում գրել էին, որ այդ երգի ժամանակ անգամ ուրիշ ձայն ինքան լուր մարդիկ ու բոլորը օտար ազգ են։ Այդպես դա էլ միակ այն։ Դե դա ես բայո հիշողություններ եւ իրոք ես պատկերացնում եմ նորացածին ես շաքաղվեցի, որովհետեւ պատկերացնում եմ մտնոլորտ Հորովելը Դլեամանը լուր Բրավոկների մեր վարպետ Ռուբեն Հարությունյանի Եվ մի քիչ առաջ ընկնելով հիմա մենք անդրադառնանք իհարկե քո արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղափոխումը եւ ամենավենը մենք խոսեցինք համերգների մասին, արի մի անգամից նաեւ ասենք որ այս հրաշալի ավանդույթները նաեւ շարունակվում են ընդամենը մի քանի օրից հենց հիմա, հենց այս բան 2026 թվականի մայիսի 26-ին 2026 թիվ մայիսի 26 հրաշալի իրոք հրաշալի բան է կազմակերպել մի երեկո հայկական մաքուր մեր հայ երկի փառատոն ես կարող եմ ասել նաև դա մրցանակաբաշխություն է բայց դա փառատոն է այո ես համամիտ եմ եւ ինչ հզոր գործ է անում Հովհաննես Շարբազյանը, որ իմ լավ ընկերն է, շուրջ արդեն ինչքան 30 տարի Հայաստանից մենք իրար գիտենք Եվ բրավո իրեն, գիտեք, այսօր շատ մարդիկ այդ ժամանակ այդ բան, բայց Հովհաննեսը ես եւ էլի մարդիկ կան մեր պես, որ հոգ են տանում, մտածում են հայ արվեստի մասին եւ նաեւ իր ստեղծած հայկական ժողովրդիկների անսամբլ Լոս Անջելեսում։ Այո, իհարկե։ Դա հրաշ։ Իհարկե։ Եվ այո, Գագ ջան, դե արի մեր հերոստատիտողներին նույնպես հիշեցնենք, տեղեկացնենք, ընդամենը մի քանի օր, այո, մի քանի օր է մնում, մայիսի 26 Ալեքս թատրոնում, երեկոյան 7-ին։ Ժամը 7-ին։ Հայ երգի մրցանակաբաշխություն, փառատոն բոլոր սիրված, պրակտիկապես այսպես ասեմ, բոլոր սիրված երկի երգչուները այնտեղ կարող եք հանդիպել, իհարկե մեծն վարպետը նույնպես լինելու է Ռուբեն Մատեոսյանը։ Այո։ Մի խոսքով հրաշալի համերգ, չգիտեմ, ես արդեն տեղակ չեմ, իրոք ձեռք բերեք տոմսեր, իհարկե որպեսզի մասնակցեք այդ հրաշալի միջոցառմանը, մենք դեռ կխոսենք։ Միշտ շնորհակալ եմ, երբ որ տեսնում եմ մեր Ռուբեն Մատեոսյանը ներկա է գտնվում անգամ, այո, դա արդեն ամենայն մեծ վարպետ էլի հայ երգի։ Պատկերացու դու ես իսկ քո դեպքում ես պատկերացնում քո զգացմունքները, փաստորեն 94 թվին դու բեմում կանգնած ես եղել իր հետ 32 տարի առաջ, հետո նույնպես մի բեմում, դա չգիտեմ։ Կյանքազում ես պատկերացնում եմ ինչ հիշողություններ, ինչ
Մի խոսքով, մենք խոսենք դեռ իհարկե այդ մրցանակաբաշխության համերգի մասին եւ իհարկե մեր հեռուստատիտողներին կրկին կտեղեկացնենք եւ արդեն փաստուն երկրորդ կուրսում է տեղափոխում Միացյալ Նահանգներ, ճիշտ է։ Այո։ Դե փաստուն հիսատ մնաց ուսումը ոնց ստացվեց այդ ամենը, որովհետեւ դե 2000 թվականը այնուամենայնիվ դե 90-ականները նոր, այսպես տարիներն էր առավել եւս 99 թվականի այդ ողբերգությունից հետո նոր ահագին մարդիկ էին գնում եւ ոնց էր դժվար չէր կամ ոնց ստացվեց ուսումը թողել, որովհետեւ դե ըստ քո արդեն մենք լսեցինք, դու պատմեցիր շրջագայություններ, համերգներ ու հոп Գիտեք ինչ, այդ ամեն ինչի հետ մեկտեղ ոնց որ այդ համերգային հրավերը, որ եղավ, ես եկա այստեղ եւ ասացիդ պես ինչքան բաներ եղավ այդ 99 թվականին, մի տեսակ իհարկե չեմ ուզում այդպես ընչի, բայց մի քիչ հիասթափություն էի ապրում, ընդհանուր այդ տարին շատ խառը իրավիճակ էր էլի, շատ եւ ես էլ ոնց որ եկա այստեղ ինձ էլ միշտ ամեն գալուց լավ դիմավորում եւ ոնց որ ասում եմ սիրեցիր մեր Ամերիկան, սիրեցի եւ մնացի մեր Ամերիկան, այդպես եւ միջ այսօր այստեղ եմ ապրում։ Գագ ջան, դե սիրեցիր, իհարկե սիրեցիր, բայց նաեւ ես ուզում եմ գովեստի խոսքեր ասեմ, որովհետեւ սիրեցիր եւ հայ երգը շարունակեցիր այստեղ մինչ օրս։ Ես ուզում եմ մի քիչ ավելի մանրամասն խոսենք, նախ իհարկե դու դասավանդում ես, վոկալ ես դասավանդում, դասավանդել ես, այն դրանից հետո իհարկե ժող գործիքների անսամբլում ես, երգում, նաեւ ես ուզում եմ անպայման մենք անդրադառնանք իհարկե Երևանյան երեկոներ էր կազմակերպում, որը ինձ համար այդ Երևանյան այդ հին երգեր, դա մի այլ մթնոլորտ է, մի խոսքով դա շատ կարևոր գործունեությամբ ես, այսինքն մարդ գիտես ինչ բոլորիս մոտ եւ ինձ մոտ եւ շատ-շատերի մոտ իհարկե շատ անգամ հիասթափություն ենք ապրում, բայց այնուամենայնիվ պետք է ուժ գտնել եւ դու ոչ թե հիասթափություն ապրելով ասեցիր դե գնում եմ չգիտեմ, առևտուր անեմ օրինակ, այլ սկսեցիր զբաղվել, то есть քո գործով շարունակել։ 26 տարի է բնակվում եմ ստեղ, 26 տարվա մեջ միայն Լոս Անջելեսում ունեցել եմ 11 մենահամերգ, չասեմ ինչքան միջոցառումներ եւ տարբեր նահանգներում, տարբեր երկրներում այս ընթացքում էլի ամենատպավորիչ անցած տարի մեծ համերգ ունեցա իմ հոբելյանական այսպես համերգներ շատ հրաշալի անցավ եւ Պապին Պողոսյանի հետ եմ համերգ ունեցել Ալեքս թատրոններից իր եւ իմ միևնույն ժամանակ բեմում այդ համերգը հրաշալի մի խոսքով այդպես շատ մենահամերգներ եւ գիտեք ինչն է ես որևէ մի բան որ աշխատում եմ այդ ներդրում եմ կատարում հայ երգի մեջ։ Կարևոր չի որտեղից ոնց ինչպես, չնայած որ փառք Աստծո միջև հիմա այսօր ես երգով, երաժշտությամբ այդ բնագավառից եմ վաստակում իմ մի խոսքով գումարը։ Այո, նաև դեյքերում այնտեղ եմ ունեմ աշխատանք իմ լավ ընկերոջ ընկերն է տեղը Արտուշ Կարապետյանը եւ նորից հայ երգ այո իհարկե հայ երգ դե առավել եւս մեծահասակներին այո որոնք ավելի ունեն այդ ամենի կարիքը սիրով այդ գործը կատարում եմ երգում իրենց համար մեր ժողովրդական գեղեցիկ երգերը մի խոսքով այդպես իրենք էլ վայելում են եւ հիմա ես ուզում եմ նախ փաստորեն մի քիչ ավելի մանրամասնենք դե հիմա դասավանդում ես թե դասավանդում ես շարունակում ինչ տարիքային ինչ գիտեք ինչ այստեղ տարիքային եթե երեխաներից սկսենք երգը ասենք 6 տարեկանից արդեն եթե երաշտական որովհետեւ դաշնամուրել եմ դասավանդում փոքրերի իրենց արդեն 7 տարեկան նախընտրելի է բայց ամենակարևորը ես շատ ուղիղ բարձ ասող մարդ եմ եթե մեկը գալիս է իմ մոտ բեյբիսիթերություն չեմ անում ես այո պետքա տաղանդ ունենալ պետքա աստու կողմից շնորհը ունենա եթե երգիչ եկավ ձայն չունեցավ ռիթմիկա զգացողություն չունեցավ ականջ լսողություն չունեցավ
ես ասում եմ կներեք, Այո։ ես չեմ բան չեմ։ Դա ճիշտ է երևի, դուրս երևի այդպես, այո։ Այո, նույնն էլ իհարկե դաշնամուրի կամ երաժշտության մեջ էլ ձայն պետք չի, բայց այդ սլուխ, ռիթմիկա, այդ բաները անպայման մեջից պետք է լինի։ Եղել են, ասենք, այդ մոտիկի ծանոթի, լավ էլի բան գոնե կտրվի մեր երեխեն, գոնե բան չունեմ, ես գնահատում եմ, որ այդպես մտածում են, բայց այդ տեսակի ուրիշ բաներ կան կարող են այդալ բան։ Չէ, այո, շատ իրոք իրավացի ես, պետք է մեջից լինի։ Ինչքան էլ լավ ծանոթ կամ բան, դու ուզում ես արդյունք տաս եւ եկուց միսօր էլ մարդիկ ուզում են արդյունք ստանալ։ Թեկուզ եւ ասում են լավ, էլի ոչինչ, բան, sense դրա համար ես շատ բարձ եմ եւ այո, միջև հիմա դասավանդում եմ, ունեմ աշակերտներ եւ հետագայում էլ ավելի եմ զարգացնելու այդ ճյուղով, այսինքն մտածում եմ մեծ երաժշտական դպրոց, հիմա առանձին ոնց որ private ստուդիո ունեմ, ինձ մոտ են գալի կամ ես եմ գնում դասավանդում երգ դաշնամուր, առաջնակարգ երգ, բայց հետագայում դա է իմ նպատակը, որ երբ որ շատ համերգներ կամ երգելու առիթներից այս հիմա զբաղվածությունը շատ է, դրա համար շատ չեմ կենտրոնացած։ Իմ սիրած աշակերտներին պահում եմ եւ ովքեր որ այդ համապատասխանում են իմ սկզբունքներին, վերցնում են իրանց եւ աշխատում իրանց վրա։ Շատ լավ։ Եվ մի քիչ արի արդեն հիմա կանցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, բայց ես ուզում եմ անպայման մի քիչ անդրադառնանք Երևանյան երեկոն, այսինքն գաղափարը Երևանյան երեկոների ստեղծման եւ ինչ էր առհասարակ այդ ամենը իրենից ներկայացնում։ Ես նորից Երևանյան երեկոները կազմակերպեցի The Fleur Delis բանկետ հոլում, որը գտնվում է Փասադենայում, հենց իմ ընկերոջ մոտ, որը որ շեշտեցի Արտուշ Կարապետյանն էր տնօրենը, այդտեղ մտածեցինք ես նախ միջև այսօր ապրում եմ Երևանով։ Այն որ ասում են ես իմ հետքերն եմ թողել Երևանում։ Բայց ինչ է, բոլորս էլ կյանքի ինչ որ պատճառ ունենում ենք, որ բայց մենք միշտ համարում ենք հյուր մեզ այստեղ։ Այդպես եւ Երևանյան երգերն էլ ես շատ լավ զգում եմ, էստրադային մեր այդ երգերը, եւ 3 թե 4 անգամ Fleur Delis-ում կազմակերպեցի, ներկայում հրաշալի անցավ, նախ ասեմ հրաշալի անցավ, sold out այդ ծրագրերը եւ մարդիկ ինչքան հաճույքով ինձ հետ հավասար երգում էին այդ որտեւ իրենց Երևանյան երգերն են եւ հրաշալի անցավ Երևանյան այո երգերը նրանք ուրիշ են նրանք անմահ են նրանք լսվում են մինչ օրս Եվ գաղտնիք չէ դրա համար շատ եւ շատ անգամ ես հիմա նկատում եմ, տեսնում եմ, որ շատ եւ շատ ստեղծում են հիմա տարբեր տեսակի բենդեր են, չէ, ստեղծում, որքեր հենց հայերենյան երգեր են գործիքավորում, երգում են, այդ հինն են երգում։ Ոչ թե նրանք իհարկե չկան նորը կամ շատ տաղանդավոր բոլորը երգիչներ են դրանում չի արծալ, պարզապես են հինը այնքան լավն է, որ ուզում ես այդ հինը եւս մեկ անգամ լսես, եւս մեկ անգամ վայելես։ Շատ լավ։ Եվ այսօր նաև աշխատում եմ ռեստորանում, Eden Garden Pasadena-ում, շոու եմ երգում վիկենդներին ուրբաթ շաբաթ, այնտեղ արդեն երգում եմ Երևանյան եւ ժողովրդական եւ իտալերեն որովհետեւ իրենց հաճախորդները տարբեր կան մեր բոլոր տեսակի հայերը եւ կան իսպանացիներ, ամերիկացիներ, սա իմ ծրագիրը 30-ից 45 րոպե է, որտեղ պարունակվում է իսպաներեն երգեր եւ իտալերեն նեապոլիտանական երգեր եւ մի խոսքով ովքեր որ չգիտեին հետաքրքիր Շատ լավ, Գագիկ ջան, դե հիմա խնդրեմ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, մի քիչ այսպես ավելի լուրջից մի քիչ լուրջին տեղափոխվենք այն առումով, որ մի քիչ ավելի հումորային, ավելի զվարճալի, ավելի կատակով։ Մենք պարզապես ուշադրություն ենք դարձնում երգի բառերին, ընդհանրապես, այսինքն ոնց ենք դարձնում, 3 հատ երգի հատված ենք լսելու, երգը ընդհատվելու է, ես 4 տարբերակ ասելու եմ, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Մենք պարզապես լսում ենք երգի բառերը, հա։ Իդեպ դու երգեր ինքդ ստեղծագործել Չի ինձ համարում եմ կատարող Շատ լավ է, ես սիրում եմ անկեղծորեն, որ մարդը ասում է ես կատարում եմ Այո,
Իմ մոտ պետք է լավ լինի, եթե ես լուբիցելի բան սիրողական, հա, ուրեմն ավելի լավա չանեմ։ Այո, ես դա ողջունում եմ։ Հետագայում չգիտեմ, հա, եթե ստացվեց այս բանը կոմպոզիտոր չէ։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Գագիկ Բադալյանի հետ մենք հիմա հենց այս պայն ասում ենք մեր հաղորդման երկրորդ էջին, դուք նույնպես իհարկե ակտիվ մասնակցում եք, եւ Գագիկ ջան, լսենք առաջին երգի հատվածը։ Խնդրեմ։ Ինչ էլ անեմ գիտեմ սրտիդ վարդնեմ, շարունակությունը։ Ինչ էլ անեմ գիտեմ սրտիդ վարդնեմ, կգամ ձեր տուն հարսի պես ինձ պահեմ։ Մեկ տարբերակ։ Ինչ էլ անեմ գիտեմ սրտիդ վարդնեմ, տանեմ բերեմ միջև որ քեզ կառնեմ։ Երրորդը ինչ էլ անեմ գիտեմ սրտիդ վարդնեմ, տանեմ տաշեմ սիրուն տեսքի բերեմ։ Եվ չորրորդ տարբերակը ինչ էլ անեմ գիտեմ սրտիդ վարդնեմ, ծեփեմ պատին, որ իմանաս ով եմ։ Ծեփեմ պատին, որ իմանաս։ Ակտուալն է։ Ծեփեմ պատին, որ իմանաս ով եմ։ Կգամ ձեր տուն հարսի պես ինձ պահեմ 1, տանեմ բերեմ միջև որ քեզ կառնեմ 2, տանեմ տաշեմ սիրուն լեսկի բերեմ 3 եւ ծեփեմ պատին, որ իմանաս ով եմ։ Հիմա մեկ տարբերակը ճիշտն է, 3-ը սխալ։ Տանեմ բերեմ միջև որ քեզ կառնեմ։ Հա։ Ես չգիտեմ տարբերակները, ուղղակի այսպես քննարկում ենք։ Կգամ ձեր տուն հարսի պես ինձ պահեմ, դե հա, կգամ ձեր տուն հարսի պես ինձ պահեմ, մի քիչ ինձ թվում է, մի քիչ ինչ, կգամ ձեր տուն հարսի պես կպահեմ, այդ որն է, այսինքն կգամ Սուսիկ փուսիկ, հա, մինչև մի քանի տարի անցնի, հետո ես կասեմ ով տունը, այո, հա, հետո կսկսեք արդեն հարսի բարեմասնություններով որոշ լավություններ անել։ Տանեմ տաշեմ սիրուն տեսքի բերեմ, դե սա ավելի երևի ինչ-որ նկապված է տաշելու հետ մասնագիտական կարի տաշ, ավելի ինչ է պետք է տաշի իր մոտ չգիտեմ, և ծեփեմ պատին, որ իմանաս ով եմ, այո, դե հիմա մենք չանենք այտենց, մի բան, այսպես ագրեսիվ, մի խոսքով տանեմ բերեմ, միջև որ քեզ կառնեմ, այս ընտրեցի տարբերակը։ Թե մտածում ես դեռ։ Շատ լավ։ Ինչ էլ անեմ, գիտեմ, դե հələ երկու տարբերակ ունենք ամենայնպես։ Ինչ էլ անեմ, գիտեմ սրտիդ վարդնեմ, տանեմ բերեմ, միջև որ քեզ կառնեմ։ Խնդրեմ, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք երկրորդ երգին։ Այո, այսպես ընտրեցինք կամ մի հատ ռուսերեն ասում են մեթոդը исключения, բացառության կարգով հանեցինք, որոնք չեն կարող լինել եւ այո մնաց տանեմ բերեմ միջով 1-0 հաղթում ենք, Գագիկ ջան 1-0 հաղթում ենք եւ հիմա մի քիչ կխնդրեմ իհարկե մի քիչ բարձր լսենք երաժշտությունը մեզ մոտ այստեղ տաղավարում եւ խնդրեմ երկրորդ երգը միասին լսենք։ Բոլոր խոսքերն ասացի, ինչ որ պետք է պատմեցի, ախ իմ Հարևը մայր եմ մտնում, սիրած յանս է գնում, ինչ որ մի բանկից ատմնաց դես մասի, վերջին անգամ խնդրում եմ քեզ, վերադարձիր, վերջին անգամ խնդրում եմ քեզ, սիրիր դու ինձ, վերջին անգամ խնդրում եմ քեզ, պարտքով փոխտուր, Եվ չորրորդը վերջին անգամ խնդրում եմ քեզ, դու լողացիր։ Դու լողացիր։ Պետք է զնես ինչ հետո նոր պարտքով, այո, լողացի հետո նոր պարտքով փոխտու, հետո պարտքով փոխեց, հետո կսիրես, չէ, կվերադառնաս նոր կսիրես։ Հա, որովհետև իրոք չի կարա սիրիր դու ինձ առանց լողանալ։ Ինչ։ Վերադարձիր սիրիր դու ինձ, պարտքով փոխտուր, դու լողացիր։ Այս 4 տարբերակից մեկը ճիշտ է։ Սիրիր դու ինձ, հա։ Սիրիր դու ինձ։ Պարտքով փոխտուր չէ։ Չէ, բայց որովհետև բառերը շատ վերջին անգամ, այսինքն քանի անգամ եկել է փողա ուզում, դե զզվացրեցիր, վերջին անգամ խնդրում եմ քեզ, խնդրում պարտքով փոխտուր։ Իդեպ չէ, տենց է, չէ, երբ որ մի հոգուց մշտապես
գալի խնդրում է պարտքով գումար է տալի, վերադարձնում կամ չի վերադարձնում, էական չի, այսինքն դա չի արծ, վերադարձնում է, այո, ամեն անգամ եւ հանկարծ 101-րդ անգամ եւ գալիս եւ դու ասում ես չկա մոտս, դու մի անգամից ասում ես լավ է, սովեր ես, մի անգամից վատամարդ է դառնում քո աչքերում։ Ամենալավը գիտես ոնց է, պարտքով փողը տաս հետ չուզես։ Էլ չի գանում, Էլ չի գա։ Դե, ընտրում ենք Սիրիր դու ինձ։ Վերջին անգամ խնդրում եմ քեզ, սիրիր դու ինձ։ Գագիկ ընտրեց այս տարբերակը ճիշտ է դա թե ոչ, լսենք եւ արդեն անցնենք երրորդ վերջին երգին։ Խնդրեմ։ Ինչ որ մի բան գիսած մնացես մասի Վերջին անգամ խնդրում եմ քեզ վերադարձի Վերադարձին էր այս պարագը, ոչինչ։ Ոչինչ։ Մեկ, հիմա երրորդն է, այ երրորդը արդեն եզրափակիչն է։ Այ երրորդը կտեսնենք, կհաղթենք թե ոչ։ Ես իր նկատի ունեմ, որ պիտի սիրի, որ վերադառնա։ Հա, առանց վերադառնալու ոնց սիրի։ Չէ, դե հիմա գիտես այնքան վիրտուալ բաներ կա հիմա, առանց վերադառնալու սիրելու մենք։ Մեկ եւ խնդրեմ երրորդ վերջին երգի հատվածը միասին լսենք եւ փորձենք գուշակել Գագիկի հետ միասին։ Խնդրեմ։ Ես անկախից պարում եմ ասաման ուրախանում եմ և շտապում եմ դեպի դուր Ուր հնչում է շուրջ բոլորը միացնում է հին ու նորը Դարերի հերվից կանչում է Դարերի հերվից կանչում է քեզ տուն, դարերի հերվից կանչում է մաման, դարերի հերվից կանչում է պապան եւ դարերի հերվից կանչում է զուռնան։ Քեզ տուն։ Քեզ տուն։ Ինչ արի ունենք ընտրենք այս ամենաանհավանական տարբերակը։ Ամենաանհավանական։ Օրինակ զուռ Զորնեն փչե։ Չէ, զուռնեն Ուզեմ մի փչե, զորնեն։ Դարերի հերվից կանչում է քեզ տուն մաման, պապան, զուռնան։ Մեր հեռուստադիտողները հիմա օրինակ ընտրում են որ տարբերակը։ Հիմա ընտրեք, մենք կտեսնենք։ Որն ես ընտրում։ Զուռնան։ Գես, չէ, տես, իհարկե կարա լինի քեզ տուն, կարող է լինել։ Դե կարող է լինել մաման է, պապան է, զոր, բոլորը Չէ, կարող։ մամա, պապա չէ, իդ կամ քեզ տունը կամ զորնեն է, զորնը։ Դարերի հերվից կանչում է, իսկ ով է կանչում դարերի հերվից կանչում է։ Դե չի նշվում ով է կանչում, էլի։ Ես դրա համար, ես իհարկե չգիտեմ տարբերակը չի։ Ուղղակի կանչում է մաման, կանչում է պապա մի քիչ։ Հա, դե, հա։ Դարերի հերվից կանչում է Առաջինը ինչ էր։ քեզ տուն։ Քեզ տուն, Մաման, պապան, զուռնան։ 3-ից 1-ը։ 4-ից։ Հա, քեզ տունն է։ Քեզ տուն, մաման, պապան, զուռնան։ Այո, Զորնան, լա։ Զուռնան։ Դարերի հերվից Ամոթներ փողեր։ Ես ճիշտն ասած դարերի հերվից կանչում է զուռնան, այս տարբերակը ընտրեց Գագիկը։ Մենք ընտրեցինք, որովհետև շատ չեն կարող կողմնորոշել իհարկե քեզ տուն թե զուռնան, որովհետև այնքան տարբեր են, էլի, այսինքն իրանք շատ տարբեր են։ Ամենաանհավանականը։ Հա, ամենաանհավանական ընտրեցինք, արդ տեսնենք ճիշտ է դա թե ոչ եւ անցնենք առաջ, խնդրեմ։ Ես անկախից պարում եմ ասաման ուրախանում եմ և շտապում եմ դեպի դուր Ուր հնչում է շուրջ բոլորը միացնում է հին ու նորը Դարերի հերվից կանչում է Զուռնան։ Դարերի հերվից կանչում է զուռնան։ Դե պաստորեն։ Երկու մեկ Գագիկ ջան, հաղթեցինք, բրավո, դժվար պայքարի մեջ, իհարկե, որովհետև դժվար է կողմնորոշվել է, բայց ամեն դեպս շատ լավ։ Եվ Գագիկ ջան, մինչ հաղորդման ավարտին անցնենք եւ քեզ մի իհարկե մի փոքրիկ խնդրանքով դիմել, արի եւս նախ ես կխնդրեմ մի քիչ կրկին խոսենք այս պահին մոտակա նախագծերի մասին, եւս մեկ անգամ հիշեցնենք, մայիսի 26-ին Ալեքս թատրոնում երեկոյան ժամը 7-ին հայ երգի մրցանակաբաշխություն, մեծ փառատոն, սիրված երգիչ երգչուներն են։ Գագիկը Բատալյանը նույնպես մասնակցելու է այդ մրցանակաբաշխությանը, նույնպես դիմում ենք, սիրելի հեռուստադիտողներ, ընդամենը մնացել է մի քանի օր, այնպես որ զանգահարեք, ձեռք բերեք տոմսեր, որպեսզի դուք նույնպես ներկա լինեք։ Իսկ էլ ինչ նորություններ կան։
Եվ ինչպես ասեցի, Երևանյան այդ երգերի նաև ձայնագրություններն եմ ես կենթանի նվագակցությամբ մի անգամից ստուդիոյում ձայնագրել ենք մոտ մի 6-7 երգ։ Արդեն մի 5 երգի չափով ասինքն հերարցակել եմ եւ դեռ մի 5-6 հատ էլ կա։ Այդ ծրագիրն է, որ ավարտեմ Երևանյան, մյուսը լինելու է աշխուղական եւ ուսանական։ Բոլոր մեր այդ իմ աշխատանքն է լինելու, ես չգիտեմ ինչքան կտևի դա, բայց ասենք ընտրելու եմ օրինակ Սայատնովայի ծրագրերից այդ գեղեցիկ երգերը, Ջիվանի կամ անգամ հետո ինչ որ ժամանակ իմ ծրագրերն եմ ասում հետագայի, որ եւ ի վերջո Կոմիտասի գործերը։ Ոնց ասպես ասած իմ ձայնով ես հերարցակեմ այդ ձայնագրությունները լինի, ինչու՞ չէ նաև թարմացնել, ոչ թե փոփոխական առումով, ուղղակի որպես իմ ձայնով, ուղղակի իմ զգացողությամբ։ Դե համենայն դեպս սիրով կսպասենք, որովհետև այդ նախաձեռնությունը իհարկե շատ ողջունել է, շատ լավ է, հայրենասեր է շատ եւ իհարկե սիրով կարծում եմ թե մեր հեռուստադիտողները, թե մեր բոլոր ժողովուրդը իհարկե սպասում է, սիրով կսպասենք։ Այո, եւ իհարկե ասեմ այսօր եւս մեկ շատ կարեւոր մարդկային կյանքում, որ եղել է եւ կա, շատ բոլորիս կողմից շատ սիրված Մարատու խմբի ղեկավարն էր Ալեքսանդր Կարապետյանը, որ նաեւ իր լուման ունի իմ երկարվեստի մեջ եւ ինչ որ հետագայում մտածում եմ նաեւ իր հուշումները կլինեն անպայման։ Շատ լավ։ Դե Գագիկ ջան, շարունակելով իհարկե այս Երևանյան թեման դու ասեցիր, արդեն խոսեցինք, մեր հաղորդման ավարտին իհարկե մեր հյուրերին, մեր երգիջերություններին խնդրում ենք իհարկե մի փոքրիկ երաժշտական նվեր մատուցեն իհարկե մեր հեռուստադիտողներին, մեզ բոլորիս եւ բնականաբար հարազատ շատ թեմա, Երևանյան թեմա։ Գիտես, իհարկե շատ երգեր կա, հիանալի դու երգերս կատարել, շատ երգեր կան։ Բախտ վիճակվեց լսելու քո վերջերս մի երգերից մեկը։ Ես անգամ որ փոքր է հիշում ես մայիս ես արևոտ, գալիս ես դու ինձ մոտ։ Դեմ չես որ քեզ խնդրենք, դեմ չես, այո, որ սիրով իհարկե։ Դե արի դու խնդրում եմ մի քանի վարքյան պատրաստվի եւ սիրով քեզ կխնդրենք մեզ բոլորիս պարգևես այդ հաճելի րոպեները։ Սիրելի հեռուստադիտողներ, մինչ Գագիկը պատրաստվում է, ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, կախվածություն, օգնում վերադարձնում է լիարժեք կյանքի։ Եթե ունեք նման խնդիր, ապա խնդիրը 911 Detox Center-ը լուծված է։ Հեռախոս ամներ 409 9000 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը համալիր չէ, այլ առողջարան է։ Հարմարավետ համարներ, լողավազաններ տաքանքային ջրով, բոլոր հարմարությունները մեկ վայրում։ Հեռախոսաման է 760 329 6033 Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ հայացքս ուղղում եմ դեպի Գագիկը, Գագիկ ջան, եւ մինչ իհարկե երգը կատարես, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա երեկոյի համար, որովհետեւ իրոք շատ անկեղծ հարցազրույց էր, հետաքրքիր, բովանդակալից։ Ես մաղթում եմ իհարկե նորանոր հաջողություններ, նորանոր համերգներ, սիրով քեզ բոլորը իհարկե շատ սիրում են եւ քո երգարվեստը, այնպես որ նորությունները իհարկե թող էլ ավելի շատ լինեն։ Շնորհակալ եմ Արմեն ջան ինձ հրավիրելու համար, գտնվելու ձեր տաղավարում եւ սիրում եմ իմ ժողովրդին, իմ հետևորդներին եւ մոտակա ժամանակ կհանդիպենք մայիսի 26-ին այդ հրաշալի երեկոյին։ Այո, բրավո։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, դե մնաց այս պահին սիրով, որպեսզի բոլորս վայելենք Գագիկ Բադալյան, գալիս ես դու ինձ մոտ։ Եկեք իրոք այս հրաշալի Երևանյան երգը վայելենք մեր Գագիկ Բադալյանի կատարմամբ, խնդրեմ։ Դու փայլում ես ոնասում, ինձ այրում ես հոնքերիդ խաղով,
Ասում ես երազում, ես կանչում ծիծաղում Երբ նայում ես, հմայում ես քո լույսով Լուսաբաց ես գարնան լուսաբաց Ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով Քո աչերով եմ գերված Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Ու իմ կյանքի առավոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի առավոտ Ինձ տեսնում ես շատացնում ես լացերդ Քո աչքերում արևն է շողում Դու նայում ես ու շոյում ես մազերդ Աղբյուրի պես ծիծաղում Ես չգիտեմ թե որտեղից դու եկավ Կանաչ գարնան ծիծեռնակի պես Դու չկայիր իմ սրտի մեջ սեր չկար Հիմա սիրո ծով եմ ես Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Ու իմ կյանքի առավոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի առավոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի առավոտ Իմ կյանքի առավոտ Իմ կյանքի առավոտ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։